Սիրներ, սրտանց եկեք ասենք փառքես Տեր մեր Աստված, օրհնյալ լինի Տիրոջ անունը, այն որ ասում է օրդ Տիրոջը փառաբանելով սկսիր, ամեն։ Ինչքան փառաբանես, այդ փառքից դու ինքդ ես սնվում, այդ փառքը դու տեսնում ես, այդ փառքով դու ուրախանում ես, դու փառաբանում ես Աստծուն, Աստված քեզ ուրախացնում է, Աստված քո ներսդ ավելի է լցնում, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Մենք այդ ձև Աստված ունենք, քույր եղբայրներ, անկախ նրանից, օրինակ այսօր Տերը մեծ հրաշք արել։ Արելա թե չէ։ Ինչ հրաշք արել այսօր։ Այսօր իմ աչքերը բացվել է։ Քույր եղբայրներ, ես շատ անգամ տենց որ մեկ որ հարսանիքներում լինում եմ, ասում եմ, նայեք, եթե քեզի այսօր տան $10 միլիոն, դու կուրախանաս, ճիշտ է թե չէ։ Կուրախանանք թե չէ։ Ստե $10 միլիոն չգիտեմ, ուրախանում են թե չէ։ Մեր մոտ շատ կուրախանան։ Հիմա բայց եթե ասի, ես քեզ տալիս եմ $10 միլիոն, բայց քո աչքերը վաղը չի բացվելու։ Ով կվերցնի այդ $10 միլիոն։ Ոչ մեկ չի վերցնի։ Հիմա նայեք, այսօր մեր աչքերը բացվել է, այսօր Տերը մեզի $10 միլիոն շատ բան ա տվել, ամեն։ Ես պետք է փառաբանեմ Տիրոջ անունը, որտեվ այսօր իմ աչքերը բացվել է, հենց դրա համար, եք անկախ նրանից շատերը մտածում են, այսի մեծ հրաշք է, այնի փոքր հրաշք է, չէ, ամեն հրաշք Տիրոջից է լինում։ Մի անգամ ես նոր էի ապաշխարում, տենց երկու հոգի էլի եղբայրներ կային, որ իրանք արդեն ապաշխարած էին, ոնց որ մի տարվա հոգի էին, ես նոր եկել եմ, նոր հավատքի եմ եկել, ու տենց երեքով կանգնած էինք, մեկը պատմում, ասում է, գիտես ինչ հրաշք եղավ, մեկը սենց ռակով հիվանդ էր, որ պետք է ինքը մահանար, բժշկվեց ռակից, ու մենք երեքս ասինք, ալելույա, փառք Տիրոջը։ Այն մյուսը պատմեց, ասեց, գիտես ինչ եղավ բա, այն մեկի փորը բացել էին, տեսան, որ սենց արդեն լրիվ վերջներ արդեն, փորը կարեցին, ասեցին ինքը չի ապրելու, բայց ինքը ապրեց, ու մենք նորից երեքովս ասինք, ալելույա, փառք Տիրոջը։ Ես նոր հոգի եմ։ Հիմա երրորդը ես եմ արդեն, պետք է մի հատ հրաշք պատմեմ։ Մտածեցի, ուրեմն դրա առաջ օրը ես պետք է երրորդ մասից մասիվ զանգեի, շատ դժվար կոմունիստների ժամանակ են հեռախոսի բուտկեք կար, ովքեր որ կհիշեն, 2 կոպեկանոցով զանգում էիր, այդ բուտկեկից զանգում էիր։ Ուրեմն մնացել էր մոտս վերջի 2 կոպեկանոցը, ու պետք է զանգեի, ասի Աստված ջան, ունես լինի ընկնեմ, կուլ չտա, որովհետև այդ վերջի զանգս է։ Ու ես ընկա մասիվ, ու խոսացի։ Ու հիմա այդ բանը, այդ հրաշքը ես պատմում եմ ու ասում եմ, գիտեք ինչ եղավ, ես երեք պետք է զանգեի մասի, վերջի 2 կոպեկ սեր, զանգեցի ու ես ընկա, ու պիտի ասեմ ալելույա, մեկի տեսնում բոլորը սենց խոշորած դեմքով, սենց նայում են ինձի, այ աղբեր ասում են, մենք պատմում ենք սենց մեծ հրաշքներ, ռակից ա բուժվում, փորն են կարում, սենց են անում, դու ասում ես քո 2 կոպեկի համար, ու հետո որ բաժանվեցինք, ասում Աստված շան, ասում իսկ կան ես յանի չէի ասում 2 կոպեկով պիտի ընկնեի, բան, մեկը Տերը խոսած հետս, Աստծու համար մեծ ու փոքր հրաշք չկա, հարազատս, Տերը ասում է քո ճանապարհդ այդ որ գնում ես հացի, դու մտածում ես, հա էսա խանութը մեր շենքի տակն է, հեսա կգնամ հացը կարտեմ, կարող այդ հացը չկարողանաս արդես, Աստծու մոտ մեծ ու փոքր հրաշք չկա, այնպես որ այսօր որ իմ աչքերը բացվել են, ես ինչ պետք է ասեմ, Պիտի ասեմ փառքես Տեր Աստված, որ այսօր իմ աչքերը բացվել են, այսօր դու իմ համար մի հատ մեծ հրաշք ես արել, որ իմ աչքերը բացվել են, ամեն, թող Տիրոջ անունը փառավորվի, քույր եղբայրներ ջան, ես մի հատ հետաքրքիր տեղ եմ ուզում կարդամ, ուրեմն, բայց մինչև այս տեղը կարդալը, մինչև այս թեմայով զրուցելը, մի հետաքրքիր բան եմ ուզում ասեմ, անցյալ պաշտամունքում ես եկել եմ այս թեմայով, իհարկե կար սրտիս, անցյալ պաշտամունքում քարոզում է մեր Մուրադ եղբայրը։ Նույն այս բանը, ուրեմն, եթե կհիշեք, հարսանիքի կոչունքի առակը, կանչվածներուն առակը։ Ու ես մտածում, ասում ուրախանում եմ, Աստված ջան, ասում, նայ ինչ հետաքրքիր է։ Մուրադը կքարոզի, մյուս եղբայրը կքարոզի, այն մյուս եղբայրը կքարոզի, Սուրբ Հոգին է գործում, ինչքան կարևոր է այդտեղ։ Ու Տերը նայեք նույն բանը, նույն խոսքերով, սենց Տերը նույն մտքով, Տերը այսօր մեզ բոլորից, գիտեք, ես ես իմիջիալոց մի բան ասեմ, ես միշտ աղոթում եմ, ասում եմ Աստված իմ, խոսա դու այսօր ինձ հետ։
երբ որ ես գալիս եմ պաշտամունքի, ասում եմ Տեր, խոսա ինձ հետ, ես քո կարիքը ունեմ։ Հիմա նայեք, հետաքրքիր է, կարող է նույն խոսքը լինի։ Մեկը եկել է մի հատ հոգսով, խնդրելով։ Մյուսը եկել է ուրախության, ուրախ է այսօր։ Մյուսը տխուր, ասում է մեկը տխուր է թող աղոտ քանի, մեկը ուրախ է թող սաղմոս երկի, տարբերս տարբեր հոգսերով, ճիշտ է եկել ենք։ Ոչ մեկը չենք իմանում, թե դու ինչ հոգսով ես եկել, ինքը ինչ հոգսով է եկել, ինքը ինչ հոգսով է եկել։ Բայց Սուրբ Հոգին, որ այսօր մեր մեջ շրջվում է, քույրեր, եղբայրներ, Սուրբ Հոգին գիտի, թե դու ինչ հոգսով ես եկել այստեղ, եւ Սուրբ Հոգին խոսում է քո սրտիդ հետ։ Եթե իհարկե դու ասում ես Տեր Աստված, խոսիր ինձ հետ, որովհետեւ ես քո կարիքդ ունեմ։ Ամեն։ Շքան գեղեցիկ է քո եղբայրին, այսինքն դու անտեր չես, կոպիտ ասած, դու որբ չես այս աշխարհի մեջ, դու հեր ունես, որ ինքը քեզ միշտ իր աչքը քո վրա է, միշտ նայում է քեզի, դու հոգս ունես, մտածում ես ոչ մեկ Տեր Աստված ինձի չի հասկանա, ախր իմ հոգսս, իմ խնդրեմս, հա, չի հասկանա, եղբայրը ինչ պիտի ինձի հասկանա, եղբայրը չի հասկանա, բայց մեկը կա, որ քո խնդրեմը հասկանում է։ Դա Հիսուս Քրիստոսն է, ամեն, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Դրա համար ես ուղղակի եղբայրը, որ անցյալ անգամ խոսած դրա մասին, ես ուզում եմ դա շարունակեմ, բայց միջև շարունակել եղբայրը, որ ասեց, իմ սրտի մի հատ հետաքրքիր խոսք կպավ, որ եղբայրը անցյալ անգամ խոսած։ Ասեց, մերսի Տեր Հիսուս Քրիստոսը իր հրավիրատոմսները ուղարկում է իր գրած արյունով։ Ես այնքան ուրախացա, որ եղբայրներ։ Այսինքն սա ուղղակի հրավիրատոմս չի, որ ես կարամ ասեմ, հա դե լավ, հրավիրատոմս է։ Մեկ կա, չէ՞ որ հարսանիքները զանգում են, այն որ ասես տնական ասեմ, էլի, կարող է որ փող չկա ձեռդ, որ էթաս, ասում ես ախպեր գործ ունեմ այսօր։ Չէ՞։ Այսօր զբաղված եմ, բայց հա, բայց այս հարսանիքը մեկ ուրիշ հարսանիք է։ Ու այս հրավիրատոմսը հատուկ եկել է քեզ Քրիստոսի արյունով գնված։ Ուրեմն Տերը, Տեր, դու ինձ ինչքան ես սիրում։ Ինչքան ես սիրում ինձի, որ քու արյունով ես գրել այդ հրավիրատոմսը։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը, սիրներ։ Ու ես կուզենայի, որպեսզի շարունակենք այդ տեղից։ Ուղղակի սկզբից կկարդամ։ Ես այդ հարսանիքի այս առակը, սիրներ, հետաքրքիր է, որ տենց բաժանել եմ 5 մասի ու կուզենայի, որպեսզի իրար հետ նայենք։ Դարձյալ Հիսուս առակներով Սավանոց, երկնքի թագավորությունը թագավոր մարդումը կնմանի, որ իր որդին հարսանի գրավ եւ իր ծառաները ղրկես կանչելու իր այգին հարսանիքին հրավիրվածները։ Հետաքրքիր է համար, հա, ուրեմն Մատթեոսի 22-րդ գլուխն է, առաջինից ես կարդալու եմ մինչև 14 խոսքը, ամբողջ առակը։ Ուրեմն կանչումը հարսանիքի հրավիրվածներին է կանչում։ Ես շեշտ ուզում եմ դնեմ, նայեք, հետաքրքիր է, կանչումը հրավիրվածներին։ Ուղղակի մարդկանց չի կանչում, կանչումը հրավիրվածներին։ Հիմա նայեք ինչ են անում։ Առաջինը հետաքրքիր է, որ մարդը ասում է անոնք չուզեցին գալ։ Նրանք չուզեցին գալ։ Նորեն ուրիշ ծառաներ ղրկեց ու ասեց. Ասեք հրավիրվածներուն, նորից շեշտը դնում է, ասեք հրավիրվածներուն, ահա իմ ճաշս պատրաստեցի, զվարակներս ու գերկենթաններս մորթված են, եւ ամեն բան պատրաստ է, հարսանիքի եկեք։ Հետաքրքիր է, ոչ մի գործ չէիր անելու դու այդ օրը, ոչ մի բան չէիր անել, դու քեզնից նվերել չի ուզում, որ ձեռդ փող չկա, քեզնից ոչ մի բան չի ուզում, դու չես էլ կարա ինչ-որ մի բան տանես, բայց ուզում է Աստված սրտանց, ուզում է, որ դու այդ օրը հարսանիքին դու այդ օրը ներկա լինես։ Ես որ նոր էի ապաշխարում, Տիրոջս այս բան ասեցի։ Ասի Տեր Աստված, քեզանից այս հարսանիքը պահը, որ ես կարդացի, ասի մի հատ բան եմ սրտանց խնդրում քեզանից։ Այդ օրը որ գանք հարսանիքի, ինչ կլինի, ինձ ինձ տեղ դիր այդ հարսանիքի տեղը, որ ես նստեմ, կամ ես քո դեմը լինեմ, կամ ես քո կողքը լինեմ, որտեղ է լինեմ, որ ես միշտ քեզ տեսնեմ։ Այդո Սուրբ Հոգին բաց արեց, ասեց ցանկացած բոլոր մարդիկ,
ով որտեղ էլ որ կլինի, նա ինձ տեսնելու է։ Ես հիմա դա չգիտեմ ոնց է լինելու, բայց ես հավատում եմ, որ բոլորս մենք տեսնելու ենք Երանի նրան, ով ուզում գա այդ հարսանիքին։ Ես ուզում եմ գնամ այդ հարսանիքին անպայման։ Ես պատրաստվել եմ 36 տարի ես պատրաստվում եմ քո եղբայրին եւ 36 տարի ես սպասում եմ գնամ մասնակցեմ այդ հարսանիքին։ Մի հատ կարճ դրվագ էլ ասեմ, ուրեմն մի հետաքրքիր բան ասեմ։ Ուրեմն ես գնացել էի մի օր 7-րդ մասում անցկացնում էին նորերի ջրի մկրտության պաշտամունք էին անցկացնում նոր հոգիների ու ուղղակի ստացվեց, որ ես գնացի այդ օրը այդտեղ եւ եղբայրը հարց էր տալի, ասում էր քուրիկ ջան, դու այս հարցին ոնց ես նայում ու այդ ինքը այդ հարցերը պատասխանում էր, այնի պատասխանում էր, այնի պատասխանում էր, այնի պատասխանում էր ու մի հատ տատիկ կար, ասես դողդոջուն, սենց այն անկյունը նստած էր։ Ասես բա, էս ինչ տատի, ասես դու ոնց ես, դու այս համարը գիտես, ասես բալաջան, ասես դողդոջուն, սենց բալաջան, ես բան չգիտեմ, դե կարդար ոչ կարմեր, կարդար ոչ բան, ասես բալաջան, բան չգիտեմ, բայց մի բան գիտեմ, որ Հիսուսս իմ հետևից գալու է։ Հետո այդ եղբայրը տենց ասեց, այ Աշոտ ջան, ասեց, այ հետաքրքիր է, որ չգիտեմ խի այդ հարցը տվեց, ասեց, որ Տերը որ գա, օրինակ, ում առաջինը կվերցնի։ Ասի ես չգիտեմ ում առաջինը կվերցնի, բայց այդ տատին որ կվերցնի, դա հաստատ վստահ եմ, որովհետև այդ տատին ոչ մի բան չգիտեր, ինքը Աստվածաշունչ չէր կարող կարդալ, բայց ինքը սպասում էր, ասում էր ես գիտեմ, հաստատ համոզված եմ, որ Հիսուսը որ եկավ, հաստատ իմ հետևից գալու է ու ես տեսնելու եմ իրան։ Սիրելիներ, սա կենթանի հավատք է, օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Իսկ այս հարսնքավորները անհոգություն արեցին, այդպես գրված է, նորեն ուրիշ ծառաներ ղրկեց, ասում է չուզեցին գալ, ինչի համար չուզեցին, ես կարդալու եմ այդտեղը, ես ուզում եմ ստեղ մի հատ մեջ բերում անեմ, ուրեմն Ղուկասի ավետարանից նույն առակի մասին է գրած, բայց տեսնենք թե ինչի համար իրանք չուզեցին գալ։ Որոշված ատենը ղրկեց իր ծառան, որպեսի հրավիրյալները կանչե, եկեք, վասնզի արդեն ամեն բան պատրաստ է։ Եվ ասում է, անհոգությունը, տեսնենք որն էր այդ անհոգությունը, ես կարդում եմ Ղուկասի ավետարան, ուրեմն 14-րդ գլխի 18 խոսքից։ Ամենքը սկսան ետ քաշվել եւ առաջինը անորը սավ։ Ես արտմը ծախու առի ու պետք է որ ելեմ, տեսնեմ Զանիկա։ Հիմա հեսա տեսնենք ես ինչ էին ասում սրանով։ Կաղաչեմ քեզի, ինձ հրաժարված սեպիր։ Մյուսը ասեց 5 զույգ ես ծախու առի, կգնամ, որ զանոնք փորձեմ, կաղաչեմ քեզի, զիս հրաժարված սեպի։ Մյուսը ասավ, կին առի, անոր համար չեմ կրնար գալ։ Եվ ծառան գնաց բոլորը պատմեց։ Հիմա նայեք, անհոգություն արեցին։ Մեկը ասեց ես արտ եմ ծախու առել, պետք է գնամ, որ տեսնեմ Զանիկա։ Ես հարց եմ տալի, որտեղ է գրված, որ մեկը մի բան առնում է, բայց չտեսած արդեն ինքը փողը տվել է։ Այսինքն սուտ էին ասում։ Դու պատկերացրա գնաս այս տունը առնես, տունը չես տեսե, փողը տալիս ես ու նոր պետքա գնաս տունը տեսնես։ Այդպես բան չկա։ Մյուս ասում է ես երկու հատ ես եմ ծախու առել, պետքա գնամ որ փորձեմ Զանիկա։ Եղբայրներ, որտեղ ով կարա, չնայած այստեղ քուրիկներն էլ բոլոր մեքենա ունեն, ով կարա մեքենա առնի առանց փորձելու, առանց տեսնելու ու ինքը այդ մեքենան առնի։ Չէ, դու տեսնում ես, փորձում ես, չէ, նոր փողը տալիս ես այդ մեքենայի։ Մյուսը ասեց կին եմ առել, ինձի հրաժարված սեպի, կինը սառե, կնոջը թե տարի, ով է քեզ խանգարում, այսինքն մարդը ինքը չի ուզում գա, ու ինքը սկսում է մահանաներ բռնել, ասում է գիտես ինչ, այսօր միասնց, շատ բոլորս էլ կարանք մահանա բռնենք, մարդը որ չի ուզում գա, ու մահանա է բռնում, գիտես այսօր այս ինչ տեղը գնացի, պետքա գնամ այս ինչ տեղը, այսօր այս ինչ գործս ունեմ, ասում ես կարաս գաս պաշտամունքի, չէ, գիտես այսօր զբաղված եմ, այսօր սենց, քույրս ու եղբայրս, դու կարաս ցանկացած մահանա բռնես, բայց էդի կարաս ասես դու Արմեն եղբոր ընդամենը, բայց Տիրոջը ինչ ես ասելու։ Հեշտ մենք մտածել ենք դրա մասին։ Տեր, բայց քեզ ինչ եմ ասելու։ Չէ որ դրանք գոնե ես գիտեմ, որ մահանա է։ Դրա համար այսինքն անհոգությունը այդ մահանաներն էին։ Եվ շարունակությունը ասում է, ահա իմ ճաշս, նորից Մատթեոսի ավետարանից եմ կարդում, ահա իմ ճաշս
պատրաստեցի, զվարակներս ու գերկենթաներս մորթված են, եւ ամեն բան պատրաստ է հարսանիքի եկեք, բայց անոնք անհոգություններով չեկան, մեկը իր արտը ու մյուսը իր առուտուրին գնաց, ուրիշները անոր ծառաները բռնեցին, նախատեցին ու սպանեցին։ Հիմա ես հարց եմ տալի, լավ չէիր գալի, մի արի, բալավ ինչի սպանեցիր ծառաներին։ Այսինքն մարդկանց ներսը ինչ էր մտել, չարություն էր մտել։ Մարդիկ չարացել էին, երբ որ Տիրոջ խոսքն ես ասում, մարդիկ չարանում են։ Ես շատ տեղեր որ գնացել եմ Տիրոջ խոսքը ասել եմ, ես տեսել եմ մարդիկ սենց չարությամբ լցված են եղել։ Ես ուրեմն այդ վկայությունը անեմ, երբ որ բանտում էի, երբ որ խոսացի, այնտեղ մի հատ ադրբեջանցի, մի հատ կիրկիս, քանի որ ռուսեն կարողանում ենք շփվենք, այդ երկուսը ընդունեցին Տիրոջը։ Սկզբից ուրեմն երբ որ խոսում էի, սենց էին ասում։ Մի ժամ տես խոսում էի իրանց հետ, մեկ էլ ասում էին, ստոպ, ասում էին, Աշոտ ջան, մենք խնդրում ենք, դու որ խոսում ես, մենք մուսուլման ենք, մենք նամազ ենք անում, ամեն անգամ նամազ ենք անում, բայց որ դու խոսում ես մեզ հետ, մեր սրտերում ինչ-որ բան է կատարում, ուզում ենք քրիստոնյա դառնանք, ստոպ, խնդրում եմ, ես որ քրիստոնյա դառնամ, բա ընտանիքիս ինչ պատասխան պիտի տամ։ Ասում էի, լավ, ասում էի, ստոպ, էլ չեմ խոսում։ Հաջորդ օր իրանք էին գալիս ու սկսում էին հարց տալ։ Ասում էին, լսի, բայց ոնց կլինի։ Ու ես նորից խոսում էի, լսում էին, մեկ էլ ինչ-որ բան էր կատարում, ստոպ, ասում ես, ի՞նչ է կատարում մեր սրտերի հետ։ Ես ուզում եմ քրիստոնյա դառնամ, ասում արի սրանով եզրափակվենք։ Հետո երբ որ իրանց սրտերը բացեցին, ես իրանց հետ հետաքրքիր ասենք, ես իրանց հետ Ղուրանով էի խոսում։ Ես սկզբից որ խոսացի իրանց հետ Ղուրանով էի խոսում, Աստված տվեց այդ իմաստությունը, քանի որ ես Ղուրանն էլ գիտեի, ես իրանց Ղուրանով ապացուցում էի, որ Հիսուսը Քրիստոսն է, որ Հիսուսը Աստծո որդի է, հենց իրանց Ղուրանում է դա գրված։ Ես իրանց ասում եմ, եկեք ես Բիբլիան ծածկում եմ, ասում եմ, նայեք, եկեք ձեր Ղուրանով խոսանք ձեր հետ։ Քանի որ իրանք իրանց Ղուրանը ձև չեն ճանաչում, ասենք շատերը, ու ես իրանց հետ խոսում էի Ղուրանով, բացատրում էի Ղուրանով, որ նայի Հիսուսն է Աստված, ձեր Ղուրանի մեջ է ձև գրված, որ ինքը Սուրբ Մարիամից է ծնված, ձեր Ղուրանում է դա գրված, որ ինքը Կույս Մարիամից է ծնված, Գաբրիել հրեշտակը դա ամբողջը Ղուրանում գրված է, Գաբրիել հրեշտակը ասում է, որ Կույսը պետք է հղիանա, սա գրված է այդ Ղուրանում, քույրեր եղբայրներ, հետաքրքիր է, չէ՞։ Ու երբ որ ես իրանց խոսացի, իրանք սրտերը բացեցին, այդ ժամանակ հայերը եկան ու սկսեցին ձեռ առնել իրանց, ասացին ու ռուսերեն ասացին, ну что, вы хотите стать христианином, что ли? Դուք ուզում եք քրիստոնյա դառնաք։ Ու իրանք ծաղրեցին իրանց, որպես իրանք ամանչեն, հետ քաշվեն։ Ասում Աստված իմ, դու չես ուզում, լսես չես ուզում, բա ինչի ես խանգարում, որ ուրիշները գան։ Հասկանում եք, հիմա եթե դու չես ուզում, ինչի ծառաներին սպանեցիր, այ սիրելի հոգի, ինչի համար ես այդ բան անում, եթե դու չես ուզում, շարունակությունը կարդանք, հետաքրքիր է գալիս։ Թագավորն ալ երբ լսեց բարկացավ, այդ Տերը տեսնում է ամեն բան, թագավորը դա ինքը Աստված է եւ տեսնում է ամեն բան, եւ ասում է եւ իր զորքերը ղրկեց ու այն սպանողները սատկացրեց ու անոնց քաղաքը այրեց, այն ատեն ծառաներուն ասեց, հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Սիրելիներ, ես մի բան եմ Աստծուն խնդրում, երանի թե հանգարց իմ անունս չջնջվի այդ գրքից, որի մեջ որ գրված է։ Հանգարց իմ անունը Տեր Աստված չջնջես, խնդրում եմ, եթե ես ինչ-որ սխալ ճանապարհով գնամ, ավելի լավ է ինձ վերցնես, քան թե իմ անունս ջնջես։ Սիրելիներ, ջնջվեց, իրանց անունները ջնջվեց կենաց գրքից, եւ ասում է շարունակությունը, ուստի գացեք ճամփաներուն գլուխները, եւ ով որ գտնելու ուլակ, հիմա ուշադիր եղեք, գալիս է հավաքելու ժամը, գտնելու լինեք, հարսանիքի հրավիրեցեք, այն ծառաները ելան ճամփաներուն վրա ու ով որ գտան, հիմա ուշադիր եղեք այս խոսքը, թե չար եւ թե բարի, ամենքն ալ ժողվեցին ու հարսնետունը հրավիրվածներով լեցվեցավ, թե չար եւ թե բարի։ Մեր Բաքում մի հատ կին կար, ինքը տարիքով այն ժամանակ ես երիտասարդ էի, 20 տարեկան էի, ինքը ինձ մամայիցս մեծ էր, աղուն տոտա էինք ասում։ Այդ դες, քանի որ վաճ շրջապատում է, ես գիտեի աղուն տոտան ով է եղել ժամանակին։ Այն որ լավ կյանքը անցկացրել է տղամարդկանց հետ,
հետո ամուսնացել է աղուն տոտանա։ Հիմա էլ այդ հայույանքը բերանին այդ աղուն տոտանա։ Հիմա այդ աղուն տոտան մի անգամ կանչեցի, եկավ պաշտամունքի, եկավ ինձ ասեց. «Այ Աշոտ ջան, այ բալես ասմա, ինչքան փչացած գիտեմ, սաղ ընդեղ են»։ Ովա ես ոչ էի կարող իմանալ, որ նրանք փչացած են խոսքի եղել։ Ինքը գիտի, ինքը ճանաչում է, չէ՞, սաղին։ Ասեց ինչքան փչացած գիտեմ, սաղ ընդեղ են, բայց ինչ սուրբ տեղ է։ Դե ոչ էի կարող ասի, այ աղուն տոտա, ախր քո ճանապարհն է այդ եղել, ասեցի, այ աղուն տոտա ջան, Աստված բոլորին կանչում է, թե չար եւ թե բարի։ Բոլորին անխտրաբար կանչում է Տերը, քույրի եղբայրներ։ Սա գրված է, ես ուղղակի բերանացի կասեմ այդ տեղերը, Եզեկիելի 33-րդ գլուխը որ կարդաք, Տերը բոլորին հրավիրում է, բոլորին կանչում է, ասում է, եթե մեղավորը իր մեղավորությունը թողնի եւ գա ինձի, անշուշտ նա պիտի փրկվի։ Հիմա բոլորին Տերը կանչում է, քույր եղբայրներ, եւ ասում է, թե չար եւ թե բարի, ամենքն աժողվեցին ու հարսնետունը հրավիրվածներով լեցվեցավ։ Թագավորը երբ մտավ, հրավիրվածները տեսնելու, մարդ մտեսավ, այ հիմա հետաքրքիր է այդ տեղը, ես ուզում եմ նորից շեշտեմ, նայեք, առաջինը անհոգությունն էր, երկրորդը մարդիկ ինչ էին անում, երկրորդը թշնամությունն էր, որ ուզեցան սպանեին, երկրորդը թշնամությունն էր, 22 Մատթեոս 22:6-ում, դա թշնամությունն էր, երրորդը հրավիրվածներն էին եւ կանչում է բոլորին, թե չար եւ թե բարի, մենք դրանք բոլորը տեսնում ենք մենք Սուրբ գրքում Եվ անգամ Մատթեոս 26-րդ խոսքում այսպես մի հատ հետաքրքիր բան ասում, հիշում եք ժամը 11-ի կանչվածները, որ Տերը բոլորին տեսնում է ժամը արդեն 12-ից մի ժամ է պակաս, ժամը 11-ն է, եւ Տերը գալիս է տեսնում է պարապ մարդիկ, մենք այդ ժամի կանչվածներն ենք, այ հիմա չգիտեմ նոր հոգի կա թե չէ ստե, կա նոր հոգի, Եթե նոր հոգի կա, ուրեմն Տերը այդ ժամին դու ժամը 11-ի կանչվածներն ես։ Հիմա Տերը կանչել է քեզի, ասում է արի, պարապ ինչ ես կայնած, ասում է Տեր, ոչ մեկ ինձի վարսկով չբռնեց, ասում է մտի իմ այգիս, տղա ջան, աղջիկ ջան, մտի իմ այգիս, լիքը գործ կա, ստե պարապ բան չկա, առանց աշխատանքի իրավունքի թույլտվության, դու կարաս մտնես այդ այգին, առանց սոշիալի, առանց ոչ մի բանի, դու կարաս աշխատես, Տիրոջ այգում ոչ մի արգել չկա, մտի ինչքան ուզում ես աշխատի, վարձքդ ստանալու ես անպայման, երկնքում դու վարձք պետք է ստանաս, քույր եղբայրներ, եւ սիրելիներ հրավիրվածներն է, որ կանչում է բոլորին, իսկ 5-րդը ես կարծում եմ արդեն այդտեղը 12-րդ, 13-րդ խոսքերը 22 գլխի ըսավ անոր։ Ուրեմն հարսանիքի երբ որ թագավորը երբ մտավ հարսնևորները տեսնելու մարդ մտեսավ որ հարսանիքի հանդերձ հակած չէր։ Մենք բոլորս երբ որ գնում ենք փոխվում ենք, չէ՞, հարսանիքի հանդերձներ ենք հագնում, պատրաստվում ենք, գնում ենք շուկաները շոր ենք առնում։ Նամանանդ Հայրը մի քիչ ասենք ցույց տալացող են, չէ՞, ասենք պետք է անպայման իրանք ես մի անգամ հարսանիք որ արեցի Վրաստանում, հիշում եմ ուրեմն մեր հայերը որ Հայաստանից մենք հայերովս գնացինք Վրաստան եւ այնտեղ հարսանիք պետք անենք, նամանանդ կանայք ամեն մեկը մի 7 հատ շոր էին բերել, այդ հարսանիքի ժամանակ շուշուտ փոխվում էին մեր հայ կանայք։ Ուրեմն այնտեղ եկել էին ամերիկացի, եկել էր Գերմանիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից այդ 4 տեղերից եկել էին ու իրանք որ հակել էին իրանք շորերը որ ես նայեցի ինքան հետաքրքիր էր ասենք դա մենք հագնում ենք աշխատանքի ժամանակ դա կանայք հագնում են տունը իրանք տան մեջ են հագնում իրանք այդ շորերով եկել էին հարսանիքի բայց իրանք միլիոն գլուխ հարուստ էին քանս այդ հայերը բայց իրանք սովորական իրանք շոր իսկ մեր հայերը 7 հատ շոր էին բերել երկար շորեր տանում են շուշուտ փոխվում էին այդ շորերը որ անդադ նորը Երևար Սիրելիներ հիմա հարսանիքի հանդերձ էր կա բայց այսօր այդ հարսանիքի հանդերձը որն է որ բոլորս պետք է ունենանք առանց դրա չես կարող մտնես Արդարության հանդերձները համաձայն եք թե չէ Արդարության սպիտակ բեզները առանց դրա դու չես կարող մտնես հարսանիքի ես ուրեմն այն կոմունիստների ժամանակ այդ 90-ական թվերին ովքեր որ կհիշեն այն վաղ որ շոր էր առնում տուրիստի տնից թաքուն այդ մեր շոր էր առնում հիշում ես թե չէ
ու անպայման ֆիրման գրած էր վրա, որ էս ինչ ֆիրմա է բան, ու տուրիստի տնից պետքա շորեր առներ, հագնում էին, ու մենք եղբայրներով տես կանգնած էինք, ու մի հատ եղբայր ասեց, ես տուրիստի տնից շոր եմ առել, նայեք իմ շորս ամերիկյան շոր է, այն մեկը ասեց, նայեք իմ շորս Ֆրանսիայից են ուղարկել, ֆրանսիական շոր է, այն մեկը տարբեր, հերթը որ հասավից, մի հատ սարոշկա է հակե վրեն գարուն ֆիրման էր, հայկական։ Հերթը հասավից ասեցի իմ շորը բոլորից լավն է, ասեց քոնը որ ֆիրմեն է, ասի իմը Երիկնային Երուսաղեմի ֆիրման է, Մադեն Երուսաղեմ, սիրելիներ, մեկ Տերը մեզի ամեն մեկից հանդերձներ է տվել, Մադեն Երուսաղեմ, այդ շորը մանարի, այդ շորը գտի, որ ոչ կեղտոտվում է, ոչ փչանում է, ոչ կարճանում է, եւ ասում է, այս անձնավորությունը ասեց, ուր է քո հարսանիքի հանդերձը, ըսավ անոր, ընկեր, ինչու համար հոս մտար առանց հարսանիքի հանդերձի, Անիկա պապանձվեցավ, այն ատեն թագավորը սպասավորին ըսավ, կապեցեք ասոր ոտքերն ու ձեռքերը, հանեցեք զանիկա դուրսի խավարը, հոմ պիտի լալ ու ակրաներ կրճտել։ Ես շատ անգամ լսել եմ սենց մի բան, ես պետքա մի քիչ իրանց տխրեցնեմ։ Շատերը կան, որ ասում են, դե կնիկս ապաշխարում է, ոտիս կկախվեմ, ես կեթամ։ Կամ ամուսինս ապաշխարում է, ես չերես ամուսին կեթամ։ Ես ձեզ պետքա տխրեցնեմ, սիրելիներ։ Առանց հարսանիքի հանդերձի դու չես կարա էթաս, հետ կուղարկվես, որտև ընդեղ հրեշտակները կանգնած են, առանց հարսանիքի հանդերձի դու չես կարա մտնես։ Դու Աստված քու համար, հատուկ քու համար պատրաստել այդ հարսանիքի հանդերձը։ Ավելի լավ չի հիմիկվանից հագնես այդ հանդերձը։ Այդ չմտածես, չերես սրանով, չերես նրանով ես կապաշխարեմ, չերես էս ինձի կբարեխոսի, այն ինձի կբարեխոսի, ոչ սիրելիս, ասում է իրան դուրս հարեք եւ ասում է վասնզի կանչվածները շատ են, բայց ընտրվածները քիչ։ Երանի թե ես այսօր ինչի մեջ լինեմ, ընտրվածի մեջ լինեմ։ Այսօր ինձի Տերս կանչել է, որպեսզի ես ինքս մասնակցեմ, որպեսզի ես ինքս անձամբ հաղորդակցվեմ Տիրոջ հետ, քույրեր եղբայրներ, շատ անգամ ճիշտ է, լավ բան է, որ ասում են եղբայր ջան, իմ համար աղոթքարը, լավ է դա, բան չունեմ ասելու, բայց դու անհատական գտի Տիրոջը, անհատական կապ ունեցի Տիրոջ հետ, եղբայրը աղոթք արեց, այդ զորությունը այդ րոպեին իջավ քո վրա, դու ուրախացար, բայց դու հետո գնում ես տուն։ Հասկանում ես, հետո պահ կարող է լինի, դու մենակ կարաս լինես, բա ով է, ուր է եղբայրը լինելու, որ քո համար աղոթք անի, դու պետք է անհատական քո կապ ունենաս Աստծո հետ, քույրս ու եղբայրս, դու միշտ խնդրես Տիրոջը, դու շոշափես Տիրոջը, դու տեսնես Տիրոջը։ Երբ որ ես բանտում էի, քույր եղբայրներ ջան, հանկարծ մի վարքյան, ես չէի զգում այդ ներկայությունը Տիրոջ, ես տխրում էի, ես լացում էի, մտնում էի ինձ աղոթքի սեյնակը, ես սկսում էի լացել, այնքան ժամանակ էի լացում, ես րոպեները ժամին չէի նայում, ես լացում էի այնքան ժամանակ, մինչև որ Տերս ինձի կայցելի։ Ես աղակում էի Տիրոջ, ասում էի Տեր, ես ոչ մի բան քեզանից չեմ խնդրում, ես չեմ խնդրում, որ դու ինձ ազատես։ Ես չեմ խնդրում, որ դու ինձ լավ ինչ-որ կյանքի բերես։ Ես քեզանից հարստություն չեմ ուզում, ես քո ներկայությունն եմ ուզում։ Ես ուզում եմ քեզ շոշափեմ, ես ուզում եմ զգամ քեզի, ես ուզում եմ այդ օրհնությունը գա։ Այնքան էի աղոթում ու լացում, մինչև որ Տիրոջ օրհնությունը սենց իջնում էր իմ վրա, քույր եղբայրներ։ Իսկ երբ որ Տիրոջ օրհնությունը իջնում է քո վրա, դու արդեն դու չես զգում որտեղ ես, քո ներսդ ուրախություն է լինում ու սկսում ես ալելույա, փառք ես Տեր Հիսուս Քրիստոս, որովհետև ես քեզ տեսնում եմ, իմ աչքերս են քեզ տեսնում։ Սա է Տիրոջ ուրախությունը։ Ոչ մի եղբայր չի կարա քեզ տա այդ ուրախությունը, ոչ մի հարազատ չի կարա քեզ տա այդ ուրախությունը։ Մենակ անձամբ Տեր Հիսուս Քրիստոսը, որ ինքը գայսա հպվում է քեզի, ու դու տեսնում ես իր ներկայությունը եւ սկսում ես ուրախանալ քո եղբայրներ ջան։ Թող Տիրոջ անունը փառավորվի։ Այսօր մեզ Տերը դրան է հրավիրում։ Կանչը բոլորիս կա, նայեք բոլորիս կա, ու ովքեր որ չեն եկել, իրանց էլ է Տերը կանչում։ Երան թե իրանց միտքն էլ բացվի ու գան իրանք, սիրելիներ, ստեղ պետքա տեղ չլինի արդեն։ Մարդիկ ծարավ են այսօր, բայց շատերը չգիտեն Տիրոջ մասին։ Շատերը չեն լսել են ուղակի, բայց չեն ճանաչում Տիրոջը։ Երանի թե ես ճանաչեմ Տիրոջը, ու ասեմ Տերս, դու ինձ համար ես եկել։ Ես խնդրում եմ քեզի, այդ հարսանիքի օրը ինձի պատրաստիր, որ ես մաքուր հանդերձներով գամ կանգնեմ
քո առաջ։ Համաձայն եք քո եղբայրներ ջան։ Դրանից երանություն չկա։ Աշխարհում ամենաերանելի օրերը դրանք են լինելու, որ ես պետք է այդ օրը հարսանիքի օրը կանգնեմ Տիրոջ առաջ։ Մտիր քո Տիրոջը ուրախությանը մեջ։ Այդ ձև ասում Տեր Հիսուս Քրիստոսը։ Մտի այդ ուրախության մեջ։ Տիրոջ տան մեջ ուրախություն կա։ Այսօր հիմա որ եկել ես այդտեղ, ես չգիտեմ, դու կարող ես հոգսով ես եկել։ Հəl մի հատ մոռացի հոգսդ։ Աստված ասեց Իսրայել ազգին, երբ որ Եգիպտոսում է, գիտեք ինչ հոգսեր էր Եգիպտոսում։ Տառապանք էր, տառապանք։ Չասեց, ստեղ եկեք ինձի երկրպագեք, ասեց դուրս արեք անապատ, անապատում երկրպագեք։ Որտեղ մարդը երբ որ այդտեղ է երկրպագում, ուշքի միտքը վայ ճաշս չսարքեցի, վայ ես ինչը չարեցի, լվացքս չարեցի, այն ինչ չարեցի։ Այ քուր ջան, դու հիմա լվացքիդ մասին ես մտածում, թե Տիրոջը փառաբանելու մասին ես մտածում։ Թող ամեն ինչ, թող քո բոլոր հոգսերը, ասա Հիսուս, ես երանելի մարդ եմ, որ իմ աչքերը քեզ է տեսնում։ Երանելի մարդ եմ, որ իմ ակաժները լսում են քո ձայնը։ Ես երանելի մարդ եմ, ու սկսի Տիրոջը փառաբանել։ Ամեն։ Ասենք Փառք Տիրոջ, ինչքան լավ է, որ Տիրոջ ներկայությունը վայելում ենք, չէ՞։ Փառք Հիսուսին։ Տիրոջ ներկայությունը եղբայրներ քուրեր զգացմունքով չեն վայելում, ապա հավատքով են վայելում։ Եթե Աստծո խոսքն ասում է, որ ես ձեր մեջ ներկա եմ, անկախ նրանից մենք դա զգում ենք, թե չէ, մենք հավատում ենք, որ Հիսուս մեր մեջ ներկա է։ Հավատում եք այդ խոսքերին։ Փառք Հիսուսին։ Եվ իր ներկայությունը ոչ թե միայն նրա համար է, որ մենք իմանանք, հապա նրա ներկայությունը նրա համար է, որ մենք վայելենք։ Եվ միտեղ գրված է Ղուկաս ավետարանի 5-րդ գլխում ասում է Տիրոջ զորությունը ներկա էր անոնց ինչ անելու բժշկելու Փառք Հիսուսին։ Տիրոջ զորությունը ներկա էր անոնց բժշկելու։ Մենք հավատում ենք, որ Տիրոջ ներկայությունը եթե կա, ուրեմն անպայման պետք է լինի բժշկություն։ Առաջ հոգևոր, հետո մարմնավոր, որովհետև Աստծո Սուրբ Հոգին իր մատը դնում է մարդու հոգևոր աշխարհի բժշկությանը։ Ամենակարևորը մարդու հոգու բժշկությունն է, սիրելիներ։ Եվ այնտեղից արդեն բխում է մնացածը։ Եվ Աստված կարող է մեզի տալ այդ օրհնյալ հոգին, որ մեզի կբժշկի, թե հոգևոր եւ թե մարմնավոր։ Փառք Իրան։ Ասենք Փառք Հիսուսին։ Տերը օրհնի մեզ բոլորի, սիրելիներ։ Ինչ օրհնյալ է, որ այսօր Տերը մեզ առատ կերակրում է եւ տալիս է կենթանի խոսքը իր, որով մենք ճանաչենք Իրան, մոտենանք Իրան եւ ուրախանանք Իրանով, որովհետեւ ինքը կենթանի է մեր մեջ, Փառք Իրան, Տիրոջ անթո փառավորվի։ Ես ուզում եմ մի խոսք կարդալ հայտնությունից, սիրելիներ, որը գրված է հայտնության, ուրեմն 3-րդ գլխի 4-րդ խոսքում, հետեւյալ տողերն ասում է զի Աստծո խոսքը։ Խոսքը գրված է Սարդիկեի ուղված նամակի մեջ, բայց ես մի բան գիտեմ, երբ որ մենք ասում ենք Աստծո խոսքը հավիտենական է, այդպես է թե չէ։ Եթե Աստված էսի ասել է ինչ-որ 2000 տարի առաջ մի եկեղեցու, հիմա մեզ էլ այդի վերաբերվում, որովհետև նրա խոսքը հավիտենական խոսք է եւ փոփոխության չի ենթարկվում։ Երբեք չի փոխվել Աստծո խոսքը, սելներ, նա հաստատուն մնում է մինչև կատարվի ու վերջանա այն օրը, երբ որ մենք պիտի գնանք իր մոտ, Փառք Տիրոջը սրա համար։ Ուրեմն 3-րդ գլխի 4-րդ խոսքում հետեւյալ տողերն են կարդում. Քանի մը անձեր ունես Սարդիկեի մեջ, որոնք իրենց հանդերձները չախտոտեցին եւ ճերմակ պիտի պտտեն ինձի հետ, Փառք Տիրոջը։ Քանի որ եղբայրը խոսքը գնաց հանդերձների մասին եւ արդարության հանդերձների մասին, սիրելիներ, արդարության հանդերձները, որոնք տրվում են ամեն հավատացողին Հիսուս Քրիստոսով, եւ ճերմակ հանդերձներ ա տրվում, եւ արդարության հանդերձները հագցնում են, որպեսզի մենք մտնենք գառան հարսանիքին մասնակցենք։ Ինչքան լավ հետաքրքիր մանրամասը բացատրվեց, ես դրա մասին չեմ ուզում խոսամ, այլ արդարության հանդերձների մասին, երբ ենք մենք դա ձեռք բերում, երբ այդի մեզ Աստված հագցնում, երբ է տեղի ունենում այս արարողությունը, երբ որ Աստված մեզի հանդերձներ է տալիս, սիրելիներ։ Մենք շատերս մեղավոր էինք այս աշխարհի մեջ, մեղավոր կյանքով էինք ապրում եւ մենք չգիտեինք դրա մասին։
Մենք անգամ գաղափարել չունեինք, որ մենք մեղավոր մարդ էինք։ Հաճախ մարդկանց մոտ առաջանում է խճմտանքի հարց։ Խճմտանքը, երբ որ շատ է նեղում, երբ որ մարդը մի չար արարք է անում, եւ իր խճմտանքը հանդիմանում է իրան, ինքը դրանից հասկանում է, որ ինքը լավ բան չի արել, բայց իր ներսի փոփոխության չի ենթարկվում։ Մնում է նույն մեղավոր մարդը։ Հասկանում եք, չէ՞ ասածս ինչա։ Հիմա շատ մարդիկ կան աշխարհի մեջ, որ ապաշխարած չեն հավատում Աստծուն, բայց իրաց խճմտանքներից հանդիմանվում են։ Բայց դա չի նշանակում, որ իր մեղավոր բնությունից ինքը ազատագրվում է։ Ինքը մնում է նույն մեղավորը։ Հաճախ այդ խճմտանքը հանդիմանում է, բայց գալիս է մի պահ, որ այդ խճմտանքն էլ է իր ուժը կորցնում։ Եվ արդեն մարդ իր արածներից չէ ափսոսում, չէ հանդիմանվում, չէ մտածում, որ ինքը սխալ է եղել, եւ գիտեք ինչ ասում, ասում է ես ճիշտ եմ եղել ու լավ եմ արել, որ արել եմ։ Հասնում է այդտեղ։ Հասկանում եք։ Եվ սրանով իհարկե մենք մեղավոր չենք, որ տենց ենք ծնվել։ Իրականում մարդ երբ որ ծնվում է մեղավոր, ինքը մեղավոր չի, որ ինքը մեղավոր է ծնվել։ Այդպես դա եկել է Ադամից, ինչքան հետաքրքիր գեն է, չէ՞ էդի։ Ասենք մենք գիտենք, որ մարդկային սովորական կյանքի մեջ ամեն մի երեխա իր հոր բաներն է քաշում, բնավորությունն է քաշում, իր հոր գեներն է քաշում, իր հորենի, իր հոր, այդպես փոխանցվում է գեներով գալիս է ինչ որ նույնիսկ ասում են հիվանդություններ էլ կա, որ այդ ձև գալիս է փոխանցվում է ծնվելուց, սիրելիներ։ Այն նույն կերպ էլ Ադամը երբ որ մեղանչեց Աստծո առաջ եւ ստացավ մեղավոր բնություն, երբ որ նա մեռավ, այդ բնությունը փոխանցվում է ամեն մարդու, որ ծնվում է այս աշխարհում։ Դա կապ չունի ինչ ազգա, կապ չունի ինչ ցեղա, ինչպես որ գրված է, չէ, ազգեր, ժողովուրդներ, ցեղեր, կապ չունի։ Դա բոլորի մոտ այդ նույն մեղավոր բնությունը ծնվում է, սիրելիներ։ Ես անցած անգամ ասացի, մեր չորեքշաբթի պաշտամունքի ժամանակ էլ եմ ուզում կրկնեմ, աշխարհի վրա ամեն ինչը փոփոխության է ենթարկվում։ Երկիները փոխվում են, մարդիկ փոխվում են, culture-ը փոխվում է, մտածելակերպը փոխվում է, ամեն ինչ փոխվում է, նույնիսկ մարդկանց տեսքն էլ է փոխվում։ Բայց մեղավոր բնությունը մարդու նա երբեք չի փոխվում։ Նա նույնն է սկսված Ադամից մինչև այսօր։ Ու դուք մի կարծեք, որ Հիսուս հայտնվեր 21-րդ դարում օրինակ, մենք իրան չէինք խաչելու։ Հաստատ խաչելու էինք։ Հասկանում եք, որովհետև մենք նույն մարդիկ ենք, տարբերություն չկա։ Հետևաբար այս բնության դեմ դուրս եկավ Հիսուսը, Աստծո որդին։ Եվ դա ամենակատաղի, ամենադժվար, ամենասարսափելի պայքարն է, որ մարդը իր մեղավոր բնությունից ազատվի, սիրելիներ։ Եվ դրա դեմ միայն կարողացավ Հիսուսը իր արյունով Գողգոթայի խաչի վրա տառապանքը կրելով եւ իմ եւ ձեր փոխարեն խաչի տառապանքը կրելով, մահվան շուքը կրելով ինքը մահացավ, որպեսզի մենք ապրենք, եւ նա դուրս եկավ եւ պատերազմ հայտարարեց մեղքի բնությանը, սիրելիներ, ասաց ես հաղթել եմ քեզ։ Եվ մենք որպես մարդ, սա հոգևոր պայքար է եւ այս հոգևոր պայքարի մեջ, եղբայրներ քուրեր, մարդ իր մարդկային գաղափարով եւ հասկացողությունով չի կարող պատերազմել մեղքի բնության դեմ։ Մարդկային զարգացվածությունը, գերազանց գիտությունը, չգիտեմ 100 տեսակի ավարտած համալսարաններ, ինստիտուտները չեն կարող պայքարել մարդու բնության դեմ, մեղքի բնության դեմ։ Չկա այդ ուժը։ Տեսեք երկրագնդի վրա ինչքան ուղիչ գաղութներ կան, բանտեր կան, պատիժներ կան, եւ դա դարերով է։ Բայց ինչի մարդիկ չեն փոխվում։ Դե թող վախենան։ Հանցագործը հանցագործություն անում, նստում է բան, դուրս է գալի, նորից է անում։ Չի փոխվում այդ մարդը։ Ինչ տեսակի պատիժ տալիս են, չի փոխվում մարդը, սիրելիներ։ Եվ ահա դրա դեմ դուրս է գալի Հիսուս Քրիստոս եւ ասում է ես հաղթել եմ աշխարհին։ Հիսուսի խոսքերն են դրանք։ Նա ասեց ես հաղթել եմ աշխարհին։ Հալելույա, փառք Հիսուսին։ Եվ սա տեղի է ունեցել։ Սա ոչ թե հլա պիտի գա, այլ եկել է արդեն այդ պահը, այդ ժամը, որ Հիսուս երբ որ այս հայտարարությունը արեց, ասեց ես հաղթել եմ աշխարհին, եւ ինձ հավատացողն էլ է հաղթել աշխարհին, փառավորվի Տիրոջ անունը։ Ինձ հավատացողը, փառք Հիսուսին։ Վերջերս մեկը միտեղ գրել ասում էր, ձեզ հավատացյալներիդ եմ ասում,
Միթե դուք այդպես միամիտ հավատում եք, որ Հիսուսը ծնվել է կույսից։ Հելա ասի գիտես ինչ։ Հիսուս եկավ որ եկավ աշխարհ, չասեց հավատացեք, ես ծնվել եմ կույսից։ Ասեց ով որ ինձ հավատա, հավիտենական կյանք ունի։ Փառք Տիրոջը։ Ով որ ես հավատում եմ հավիտենական կյանքին, սիրելիներ, կույսից ծնվելը դա սովորական բան է դառնում ինձ համար։ Դա իրականություն է դառնում ինձ համար, որովհետև առաջ ես հավատում եմ, որ Հիսուսը ունի հավիտենական կյանք եւ խոսք է տվել ինձ հավատացողը ունի հավիտենական կյանք, փառք Տիրոջը։ Տերը փառավորվի։ Ուրեմն ցելն ես ուզում եմ անդրադառնամ Հովանու ներողություն Հռոմեացիս 5-րդ գլխին, որի մասին մենք շատ զրուցել խոսել ենք, բայց ուզում եմ մենք նորից մեր միտքը բացենք, նորից հասկանանք ինչ է կատարվում, որպեսզի մենք հոգևոր կյանքի մեջ հաղթությունը շոշափենք։ Ոչ թե մնանք ասենք անդադար նույն դոփենք նույն տեղում։ Հիսուսն ուզում է, որ մենք առաջ գնանք մեր հոգևոր կյանքում, քայլենք, առաջ գնանք, որտեղից է գալի մեր փափագը իրան ճանաչելու, որտեղից է գալի մեր փափագը իրանով լցվելու, որտեղից այս բոլոր բաները առաջանում։ Եթե ես որպես քրիստոնյա փափակ չունեմ աղոթքի, փափակ չունեմ աղոթելու, կարդալու, եկեղեցի վազելու, Աստծո գործանելու, ինձ մոտ ինչ որ մի բան սխալ է գնում, սիրելիներ։ Եթե ես միայն բավարարվել եմ, օրինակ դառել եմ կիրակնորյա հավատացյալ, աշխարհի մեջ էլ են մարդիկ կիրակի օրը գնում տաճարում, մոնվառում, հոգու թեթևության համար ու գնում են տուն իրանց գործերին։ Բայց եթե ես ծնված քրիստոնյա եմ, հոգևոր, վերստին ծնված քրիստոնյա ու իմ մոտ չի առաջանում եկեղեցի փնտրելու, եկեղեցի ժամը սպասելու, անհամբեր սպասեմ, երբ է գալու այդ օրը, որ ես գնամ եկեղեցի պաշտամունք անեմ, Տիրոջը փառավորեմ Աստծո ժողովրդի հետ, ինչ-որ մի բան սխալ է գնում ինձ մոտ։ Սիրելիներ, ես անընդհատ ուզում եմ խոսքը տանեմ ուրեմն հավատքով արդարության վրա։ Սա լուրջ խնդիր է։ Հռոմեացիների ուրեմն առաջի մի քանի գլուխներում, առաջ երկրորդ գլխում Պողոս առաքյալը ցույց է տալի մարդկանց մեղավոր աստիճանը։ Ինչքան սարսափելի մեղավորություն կա մարդկության մեջ։ Այնպիսի մեղքեր է գրում այնտեղ, որ կարդալը անգամ սարսափելի է, սիրելիներ։ Եվ դա մարդիկ են, մենք ենք, մեր շրջապատն է, բոլորն են այդ ձև։ Մենք չկարծենք, թե որ մենք հավատացել ենք, ինչ որ մեր բան ենք ներկայացնում մեզից։ Ուղղակի Աստծո ողորմությունն է, որ հայտնվավ մեզ եւ մենք ընդունեցինք, որ մեր Տերը Թագավորը մեզի քաշեց իրան։ Որովհետեւ Տերը ասեց, չէ՞ միտեղ, մինչեւ իմ հայրը չքաշի, ոչ մեկը չի կարա գա։ Նա քաշեց մեզ։ Հետո ցույց է տալի, թե ինչպես հայր Աբրահամ իր հավատքի միջոցով արդարացավ ինքը։ Ինչով ինքը արդարացավ։ Հավատալով այն խոստմունքին, որ Աստված ասել էր նայիր երկնքի աստղերին, տեսնում ես ինչքան են, կարաս հաշվես, այդպես պետք է լինի քո սերունդը, ես քեզանից սերունդ պետք է հանեմ։ Աբրահամը լսեց այս խոստմունքը, բայց ահա անցնում է մի քանի ժամ, մի քանի օր կամ մի քանի ամիս, ծնվում է Իսահակը եւ մի գեղեցիկ օր Տերը ասում է Աբրահամ, վերցրու քո սիրելի մի հատիկ որդուն եւ տար ինձ համար զոհ արա։ Եղբայրներ քույրեր, ուզում եմ հասկանանք այս պահը։ Հասկանանք այս իրավիճակը։ Աբրահամ ինչքան հոգևոր մարդ պետք է լիներ, որ իր Աստծո ասածին հնազանդվեր, այն աստիճանի, որ զոհ աներ իր որդուն։ Պատկերացնում եք մարդու հոգևոր մակարդակը։ Այսօրվա քրիստոնյաները նույնիսկ անգամ չեն էլ կարողանում Աստծո մի պատվիրանին հնազանդվեն, որ ինչ է ասում, ասում է սիրեք իրար։ Իսկ Հիսուսն ինչ ասեց, ասեց ով է սիրում ինձ, ով որ իմ պատվիրանները պահում է։ Նրանք են ինձ սիրողները։ Իսկ ո՞րն է Հիսուսի պատվիրանները, ամբողջ նոր կտակարանը դա Հիսուսի պատվիրաններն է։ Եվ ամենագլխավոր պատվիրանը, ինչպես ես ձեզ սիրեցի, դուք ալ իրարու այդպես սիրեք։ Եվ հիմա ինչ մակարդակ է հոգևոր աստիճանի բարձրություն, որ ինքը չի հակառակվում իր Աստծուն։ Չի ասում Տեր Աստված հազիվ 100 տարի հետո մի հատ երեխա էս տվե։ Հետ տանեմ զոհեմ։ Մի հատ ոչխար չկա, տանեմ զոհեմ։
Չկա գրված դες բաներ։ Հելավ եւ գնաց, ինչի, որովհետեւ հավատացել էր այն խոստմունքին, որ Աստված իրան ազգերի հայր է անելու։ Հավատացել էր ինքը դրան։ Եվ ինքը գիտեք իր համար չեմ ուզում այդ տեղերը կարդամ, ուղղակի գրված է, որ նա հավատացել էր, որ Աստված կարա Իսահակին մեռելներից անգամ հարություն տա։ Որովհետև եթե ասել է պիտի անեմ Իսահակով, ուրեմն պիտի աներ Աստված, ոնց պիտի աներ, հարություն պիտի տար։ Եվ ասում է հավատքով զորացած, ինչ արեց, փառք տվեց Աստծուն։ Եվ ասում է էդի իրան ինչ արեց, արդարություն սեպվավ։ Սիրելիներ, ուրեմն ինչով Աբրահամը արդարացավ, հավատքով։ Հիմա Հիսուսը եկել է մեզ մոտ եւ ասում այս նույն բանը, ասում է ով որ ինձի հավատա, հավիտենական կյանք ունի։ Ով որ ինձի հավատա, նա արդարանում է։ Եվ վերջապես 5-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը գրում է հետևյալ տողերը, ասում է առաջի խոսքից, ուստի մենք հավատքով արդարացած ըլլալով խաղաղություն ունենք ում հետ, Աստծո հետ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ձեռքով։ Ուրեմն ինչպես մենք արդարացանք, սիրելիներ, սա կարևոր լուրջ խնդիր է, լուրջ գործ է այսի։ Հավատքով արդարացանք, ոչ թե գործերով, որ ոչ մեկը չպարծենա, ոչ թե մարդու բարության, որ ոչ մեկը չպարծենա, հապա հավատքով արդարացած լինելով, այսինքն թեկուզ մեղավոր բնություն ունենալով, միայն նրա համար, որ ես հավատում եմ, որ Հիսուսն Աստծո որդին է, ես արդար եմ դառնում, սիրելիներ։ Արդարանում եմ ես։ Երբ որ մենք խոսում ենք արդարության մասին, մեր մտքում անմիջապես գալիս է մի տեսարան։ Այս գործը բարի անեմ, այս գործը լավ անեմ, այս գործը Աստծո համար անեմ, որ ես արդարանամ Աստծո առաջ, բայց դա չի արդարացնում Աստծուն, մեզի սիրելիներ։ Մեզ արդարացնում է Հիսուսի հավատքը, որ հավատքը եկավ, ես ընդունեցի, որ ինքն է իմ Տերը, իմ Փրկիչը, Հիսուս Քրիստոսը, որ ինքը Աստծո որդին է, այս հավատքով ես արդարացա, բայց հիմա քանի դեռ ես արդարացել եմ, արդյոք իմ մեղավոր բնությունը փոխվել է։ Ոչ։ Թեկուզ մեղավոր եմ, բայց արդար եմ, սիրելիներ, անհասկանալի բաներ եմ ասում։ Հիմա այսօր յուրաքանչյուրս այստեղ որ մենք նստած ենք, մեզի թվում է թե մեր արդարանալու ենք մեր գործերով, եւ այդ ուզում ենք արդար գործեր անենք, որպեսզի Աստծո արդար կայնենք։ Հենց որ մեղք են գործում, ասում ենք, արդարությունից ընկա։ Բայց դա այդպես չի։ Ես օրական 10 մեղք էլ գործեմ, որպես քրիստոնյա եմ ես արդարացված, դա չի աղտոտում իմ հանդերձները, սիրելիներ։ Ես խոսում եմ հոգևոր հանդերձները, արդարության հանդերձները։ Չի աղտոտվում։ Դրա համար երբ որ առաջի խոսքը կարդացի, որ քանի հոգիներ կան, որ իրանց հանդերձները չաղտոտեցին, ինչու չաղտոտեցին, որովհետև արդարացված են Հիսուսի անունով, Հիսուսի հավատքով արդարացված են, սիրելիներ։ Ուրեմն արդարացած լինելով ինչ է մեզի բերում արդարությունը հավատքով, խաղաղություն Աստծո հետ։ Մենք հաշտվում ենք իր հետ, առաջ թշնամի ենք, հիմա հաշտվել ենք։ Առաջ մենք չէինք ճանաչում, առաջ մենք բարկության որդիներ էինք, բայց հիմա Աստված մեզի հաշտվել է, որովհետև իր որդու անունը մեզ վրա է։ Իր որդու հավատքը մեզ արդարացրել է եւ մեզի ընդունել է որպես որդիներ։ Եվ Տերն ասում է, երբ որ իմ պատվիրաներս կպահեք, ես եւ հայրը պիտի գանք օթևան անենք քո մոտ։ Հանգիստ պիտի գտնենք քո հետ։ Եվ ասում է այնտեղ իմ անձս պիտի հայտնեմ քեզի։ Փառավորվի Տիրոջ անունը, սիրելիներ։ Ասեք փառք Տիրոջը։ Եղբայրներ, քուրեր, դժվար բաներ եմ ասում, կարող եք ընդունեք հավատքով։ Նորից եմ ասում, մենք հավատքով արդարացել ենք, բայց դեռևս մեր մեջ մեղքի բնություն կա։ Հավատքով արդարանալուց հետո խաղաղություն ենք գտնում, հետո ընդունում ենք շնորհքին մոտենալը, այստեղ արդեն առաջանում է հաջորդ քայլերը։ Երբ որ մենք հավատքով արդարանում ենք, Քրիստոս կամաց մեզի բերում է շնորհքին մոտենալ, որովհետև շնորհքով է մեր մեղքերի թողությունը, շնորհքով է մեր բնության ազատագրությունը, ուրիշ ճանապարհ չի լինելու, սիրելիներ։ Եվ ասում է շնորհքի մոտենալը, եւ Աստծո փառքին հույսովը կպարծենք։
Եվ ոչ միայն այսքան երրորդ խոսքում կարդում ենք, հապա նաև նեղությունների մեջ կպարծենք։ Ինչու, որտեղ նեղությունները մեզի համբերություն են բերում։ Համբերությունը փորձառություն։ Տարիներ շարունակ ես երբ որ ես խոսքերը կարդացել եմ, ես մտածել եմ նեղությունները վերաբերվում են մեր անձնական կյանքի խնդիրներին։ Գործ չունեմ, հիվանդ եմ, չգիտեմ, փող չունեմ, այս չունեմ, այս չի լինում, այն չի լինում, մեկը վիրավորում է, մեկը հալածում է, նեղությունները իմ կարծիքով դրանք էին մեր կյանքի։ Բայց երբ որ մենք կարդում ենք այս տեքստը, սիրելիներ հոգևոր, մենք տեսնում ենք, որ առաքյալը չի խոսում մարմնավոր կյանքի մասին, խոսում է հոգևոր բաների մասին, եւ այդ հոգևոր նեղությունը դա մեղքի դեմ պայքարի դուրս գալն է, որի մեջ մենք համբերություն ենք ձեռք բերում եւ վերջապես փորձառություն։ Եվ փորձառություն, գիտեք ինչքան կարևոր է փորձառություն ձեռք բերելը։ Հիսուսի համար գրված է, որ ինքը անձամբ անցնելով այդ ճանապարհով փորձ ձեռք բերեց եւ կարող է նաեւ մեզ ինչ անել, օգնել այդ հարցում, որտեղ ինքն էլ է անցել դրանով։ Գողգոթայի ճանապարհը անցնելը, սիրելիներ, այդքան հեշտ չի, որ մենք 2 րոպեում դրա մասին խոսում ենք ու վերջանում է։ Դա տենց չի։ Ընդեղի տառապանքը գիտեք որն էր։ Ընդեղի տառապանքը, երբ որ ասեց հայր, ինչու զիս թողեցիր։ Դուք պատկերացնում եք։ Հիսուսը հայտարարում է մինչև եւ ասում է, որ ես եւ հայրը մեկ ենք։ Չէ՞։ Ինչ տեսակ, հորը տեսակ։ Բայց Գողգոթայի խաչի վրա հայրը չկա, սիրելիներ։ Դուք գիտեք դա ինչ բաժանում է։ Դա տառապանք է, սիրելիներ, դա ահավոր մի բան է, երբ որ ինքը ասում է ես եւ հայրը մեկ ենք, բայց հայրը չկա, այս տառապանքն է քաշում Հիսուսը։ Եվ սա տառապանքը ամենաահավոր։ Եվ մենք երբ որ ասում ենք դժոխք, չէ՞, դժոխքի մասին մենք պատկերացնում ենք կրակներ։ Բավական է Հիսուս մի վարքյան իր հոգի մեզանից հեռացնի, մենք կհայտնվենք դժոխքում։ Աստծո ներկայությունը, որ մարդը չի ունենում, հայտնվում է դժոխքում, սիրելիներ։ Դրանից տառապանք չկա։ Դուք մի կարծեք, որ աշխարհի մարդիկ ապրում են եւ իրանց հետ ինչ որ ասենք լավ է ամեն բան գնում, բոլորի հետ Աստված է, սիրելիներ։ Մի կարծեք Աստված ինչ որ ոչ միտեղ չկա, բոլորի հետ է Աստված։ Այդ ակսիդաններից որ իրանք փրկվում են, շատ ժամանակ ասենք հիվանդներից բժշկվում են եւ այլն, դա Աստծո ողորմությունն է։ Աստված մի վարքյան իր մատը քաշեց երկրագնդից, մենք բոլորս կհայտնվենք դժոխքում։ Առանց կրակների, առանց բանի։ Բայց հիմա այստեղ խոսքը ասում է, որ այդ համբերությունը փորձառություն ավ ձեռք բերում, փորձառությունը հույս եւ հույսը ամոթով չի ձգում։ Վասնզի Աստծո սերը մեր սրտերի մեջ տարածված է ինչով, Սուրբ Հոգու ձեռքով։ Այսինքն նրա հետ միասին այդ նեղությունների, փորձառությունների, համբերությունների, հույսերի հետ միասին Սուրբ Հոգին մեզի սեր է պարգևում, որպեսզի մենք կարողանանք անցնենք այդ ճանապարհով, եղբայրներ քուրեր։ Ուրեմն նեղություն, այստեղ որ ասում է կպարծենք նեղությունների մեջ, սա հոգևոր պայքար է, մեղքի դեմ, բնության դեմ մարդկային, ցանկությունների դեմ, կա մեկը, որ այսօր անցնում է այդ ճանապարհը, կա մեկը, որ այսօր տեսնում է այդ իր կյանքում, եթե կա դու լավ ճանապարհի վրա ես, սիրելիս։ Մի վախեցիր։ Աստված քեզի տալու է այդ հույսը, Սուրբ Հոգու սերը ձեռքով, որը դու պիտի անցնես այդ ճանապարհով, Փառք Հիսուսին։ Ես հիմա դրա համար եմ հայտնում, եղբայրներ քուրեր, որպեսզի մենք այս հավատքով արդարացած լալով մենք հասկանանք, թեկուզ մենք մեր հոգևոր կյանքի մեջ պարտություններ ունենք, միևնույնն է, մենք հավատացել ենք, որ Հիսուսն Աստծո որդին է, մենք արդար ենք կոչվում դրա պատճառով։ Ոչ թե մեր արած ապրած կյանքով, ոչ թե մեր սուրբ կյանքով, ոչ թե մեր վարմունքներով, հապա միայն հավատալու Հիսուս Քրիստոսին։ Ուզում եմ սա տեղավորվի մեր մեջ։ Դրա համար եմ անդադար կրկնում։ Որովհետև եթե մի բան ասում եմ ու սրահից բան չի գալի համաձայնություն, ես զգում եմ, որ տեղ չի հասել, դրա համար ուզում եմ անընդհատ բացեմ, խոսամ, որպեսզի մենք ընդունենք այս բանը եւ անտարբեր չլինենք սրա նկատմամբ։ Ես կուզենամ, որպեսզի մենք հավատքով հաստատվենք եւ արդարությունը մեր բարձրաձայնենք, որ Քրիստոս մեզի արդարացրել է։ Փառք Հիսուսին սրա համար։ Ամեն։ Հիմա մեկը կասի եղբայր ջան, բա որ արդարացել եմ, ախեմ մեր գործում։ Մախեմ նորից էլի ես սխալներ թույլ տալի, բա ինչի է նորից տկարանում եմ, նորից ընկնում եմ, որովհետև դուրս չես եկել պայքարի մեղքի բնության դեմ։
Քեզ դուր է գալի ցանկությունները, քեզ դուր է գալի ինչ որ բաներ ֆրցնելը, դրա համար էլ միշտ անում ես, բայց երբ որ դու սկսես դրանց դեմ դուրս գալ, այն նեղությունը սկսվում է ատե, պայքարը սկսվում է ատե, դու փորձում ես, անում ես, չի ստացվում, նորից ես ուզում գաս, եւ այսպես շարունակ մինչեւ որ շնորհքին ես մոտիկանում, եւ շնորհքը քեզի ասում է, բավական է, ես քո փոխարեն արել եմ մետի, դու միայն հավատա, եւ այստեղ ազատագրություն ալնում եւ հանդերձները գալիս ասել են արք Տիրոջը